Կարող որ զապիսնել միացրեցի, որ չմոռանամ։ Ողջունում եմ բոլորին, նախ սկզբում էլի ես ներկայանում նրանց համար, ովքեր որ նոր են մեզ միացել, ես Պետրոսյան Ռաֆայելն եմ, հոգեբան, հոգեթերապևտ, առաջին մասնագիտությամբ բժիշկ, Միտք հարթակի համահիմնադիրներից եւ մենք Միտք հարթակի շրջանում շարունակական նման ոդքասթային եթերներ ենք ունենում, որն ուղղված է մեր ժողովրդի հոգեկան առողջության ավելի շատ կրթմանը, հոգեկան առողջության մասին ավելի շատ ինֆորմացիա ստանալուն եւ նաեւ ձեր հաճախակի հանդիպող հարցերին պատասխանելուն։ Այսօրվա մեր հյուրն է մեր գործընկերը Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հովհաննիսյան Ռաֆայելը, ով դիպլոմավորված եւ սերտիֆիկացված հիպնոթերապևտ է, նշեմ, որ ավարտել է հենց կրթությունը ստացել է հենց Միացյալ Նահանգներում եւ ծիրով համաձայնվել է այսօրվա մեր հարցերին հիպնոսի հետ կապված պատասխանին։ Ոնց որ միշտ ես էլի մասնագետ չեմ, այսինքն եթերների ընթացքում մենք տենց է ֆորմատը, ես մասնագետ չեմ ու հիմնականում փորձում եմ այդտենց մարդավարի sense ասած, ժողովրդին ավելի հասանելի լեզվով հարցեր տամ ու հարցեր բարձրաբանենք, ու մեր մասնագետն էլ մեզ օգնի, որ մենք այդ ամեն ինչը ավելի լավ հասկանանք։ Ողջունում ենք ձեզ Ռաֆայել ջան։ Բարև ձեզ, լսում եք։ Այո, մենք ձեզ շատ լավ լսում ենք։ Շատ լավ։ Ու միանգամից արդեն առաջի հարցը։ Ես մի քանի հարցեր ոնց որ միշտ առանձնացրել եմ, հիմնականում հարցումներից, բաներից դուրս գալով, բայց սկզբի համար գոնե մի հատ հասկանանք։ Այ տեսեք, շատ հաճախ երբ մարդիկ լսում են հիպնոզ բառը, ինչի մասին են առաջինը մտածում։ Եվ առհասարակ հիպնոզ ասվածի հետ կապված ամենատարածված միֆը, որ հանդիպում է, ու կարող եք մեզ դրա մասին ասել, դա որն է։ Նախ շնորհակալություն Ռաֆայել ջան, այս հնարավորության համար։ Միշտ շատ հաճելի է քեզ հետ միասին զրուցելը, առավել ևս այս տեսակ առիթով, որ բացի մեզանից լայն այսպես ասած շրջանակ կա մարդկանց, որոնք որ հետաքրքրված են նաև այս բարակայում արդեն հիպնոթերապիայի մասով։ Հիմա եթե խոսենք առաջինը, եթե ուզում եք որ խոսենք առաջինը միֆերից, հա, այն ամենից ինչ որ մարդկանց հիմնականում թեկուզ իմ փորձից ելնելով հանդիպել եմ, որ մարդկանց մոտ հիպնոզ ասելուց կամ հիպնոթերապիա ասելուց ասոցացվում է, դա հիմնականում առաջին միտքը այն ամենն է, ինչ որ հիմնականում ասենք ասոցացվում է բեմականացված հիպնոսի հետ կամ դրան ասում ենք stage hypnosis, որը այդ միֆերը, այսպես ասած, բեմականացված հիպնոսից են գալիս, ինչ որ հիպնոթերապիայի հետ մեծ հաշվով այսպես ասած ընդհանրություններ շատ քիչ ունի, հա, որովհետև բեմականացված հիպնոսի պարագայում դա արվում է որպես այսպես ասած շոուի բաղկացուցիչ մաս, հանդիսատեսի վրա մեծ այսպես ներգործություն ունենալու համար է արվում, դրա մեջ ինչ որ կարող ավելի դրամատիկ այսպես ասած իրավիճակներ ստեղծվեն, որ ավելի շատ ուշադրություն գրավեն, միևնույն ժամանակ հնարավոր է ավելի այսպես կատակերգական ինչ որ վիճակներ ստեղծվեն, հա, եւ դրանից ելնելով մարդկանց մոտ այսպես պատկերացումները շատ խառն են լինում։ Բայց կարևոր է տարբերակել այն նպատակները, հա, ինչի համար է արվում, ասենք, բեմականացված հիպնոսը, ինչ որ արդեն նշեցի, որ դա զվարճանքի համար է, մարդկանց, չգիտեմ, մոտ այսպես ասած շոու ապահովելու, հա, նպատակ է հետապնդում։ Իսկ հիպնոթերապիան դա արդեն թերապևտիկ ուրեմն ուղղություն է, որը որ կենտրոնացված է հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար, հա, թերապևտիկ միջավայրում։ Հիմա հիմնականում միֆերը տարբեր են, մարդիկ շատ ժամանակ մտածում են, որ հիպնոսի պարագայում, չգիտեմ, իրենք կառավարելիությունն են կորցնելու, ինչ որ բացարձակ չի համապատասխանում իրականության հետ, հա, որտեղ հիպնոտիկ վիճակի ժամանակ մարդը ամբողջությամբ այսպես ասած իր գիտակցական արթուն վիճակում է գտնվում եւ ինքը ամբողջությամբ դիրապետում է իրավիճակին, հա, եւ ելք կա միշտ անգամ ասենք այդ իրավիճակը, երբ որ մարդը պատկերավոր վիզուալ երբ որ տեսնում է, իրեն թվում է թե դա ինչ որ անկառավարելի իրավիճակ է, բայց իրականում այդպես չէ։ Հիմա այսպես միֆերից է նաեւ այն, որ մարդիկ մտածում են, որ չգիտեմ, հիպնոսի բարագայում ինչ որ իրենց վրա ներգործություն է տեղի ունենում, որը որ իրենց ցանկություններին հնարավոր է չի համապատասխանի,
Բայց այս ամենը արդեն երբ որ տարանջատումը դնում ենք բեմականացված հիպնոսի եւ թերապևտիկա, հիպնոթերապիայի, արդեն այս ամեն ինչ ընկնում է իր ճիշտ տեղում, էլի։ Հիմա նորից էլի նշեմ այն տարբերությունը, որ բնականաբար կա բեմականացված հիպնոսի մեջ, նախ նպատակները, հետո էթիկական լուրջ խնդիրներ կան, հա, սրա հետ կապված։ Այսինքն բեմականացված հիպնոսի պարագայում դա տեղի ունենում այսպես մեծ հանրության ներկայությամբ, հեռուստատեսությամբ եւ չգիտեմ, կամ թեկուզ սոցիալական հարթակներում, իսկ հիպնոթերապիան դա մանրատականացված մոտեցում է, որտեղ որ թերապևտիկ ապահով միջավայր է ստեղծվում, որտեղ որ այցելուն հա իրեն մաքսիմալ ապահով է զգում խոսելու այն ամենի մասին ինչ որ իրեն անհանգստացնում է եւ թերապևտի հետ միասին ընտրելու այն մոտեցումը, որը որ առավել էֆեկտիվ է լինելու, հա, հասցեագրելու այն այսպես ասած նպատակները, որը որ ուղենշվել են։ Այսքանը կարող եմ ասել։ Շնորհակալ եմ շատ, բայց ես հասկացա, բայց մի հատ մեր հետևորդներն էլ, որ ավելի, ասենց ասած, ճիշտ պատկերացնեն, մի հատ առանձնացնենք, էլի, որովհետև դուք մեզ միանգամից շատ ինֆորմացիա տվեցիք, մի հատ հստակ տարանջատենք։ Այսինքն, երբ որ ասում ենք հիպնոզ, այդ ինչ որ մենք տեսնում ենք TikTok-ում, ինչ որ տեսնում ենք, որ այնտեղ ինչ որ բեմի վրա մեկը կանգնած են մարդիկ, մոտիկանում է, մատով կպնում է, այդ մարդիկ անջատվում են, գնում են, այն որ տեսնում են կինոներում, որ հիպնոսի ազդեցության տակ մեկը գնաց գողություն արեց, այս արեց, այն արեց, սրանք իրական հիպնոսի մասին են, թե սա հենց այդ բեմականացված հիպնոսն է։ Տեսեք, բեմականացված հիպնոսի պարագայում միշտ եկեք ընդունենք սա որպես փաստ, որ դրա մեջ շոուի բաղկացուցիչը շատ մեծ է։ Հա, այսինքն դա արվում է առավելագույն, այսպես ասած, տպավորություն ստեղծելու, շոու ապահովելու համար, այսպես ասած։ Այն որ բեմականացված հիպնոսի դեպքում հնարավոր է որ ինչ որ տեխնիկաներ կիրառվեն, հա, որոնք որ հիպնոթերապիայի մեջ էլ հնարավոր է կիրառվեն։ Դա, այսպես ասած, դա էլ է, այսպես հնարավոր, հա, փաստ որպես արձանագրելու համար։ Ուրիշ հարց, որ այստեղ արդեն թե դա ինչքանով է, որ ասում է ծայրահեղացված այդ իրավիճակը ավելի շոկային կամ ավելի, այսպես ասած, ավելի շոուի, հա, օրենքներով ներկայացնելու համար դա արդեն ուրիշ փաստ է։ Որոշ գործիքներ, որոնք որ կիրառվում են, այո, դրանք նույնպես կարող են կիրառվել հիպնոթերապիայի դեպքում, բայց դրանք իհարկե համաձայնվեցվում են, հա, այցելուի հետ միասին, մենք հասկանում ենք, թե որն է այն մոտեցումը, որը որ ավելի էֆեկտիվ կարող է աշխատել, հա, իր կոնկրետ խնդիրները հասցեագրելու համար, եւ այսպես ասած մեր այս կետը որտեղից որ սկսում ենք, դա կոնտակտն է թիմային աշխատանքը միասին։ Իսկ բեմականացված հիպնոսի պարագայում, այսպես էթիկական լիքը հարցեր են այստեղ առաջացնում, տվյալ մարդը համաձայն է, չգիտեմ, որ այդ իրավիճակում ուրիշ մարդիկ իրեն տեսնեն, թե ոչ, այսինքն կա էթիկական նաև լուրջ խնդիրներ, էլի, հա, բեմականացված հիպնոսի պարագայում։ Այն ինչ որ հիպնոսի մասին, ես կուզեի հենց ամենասկզբից նախ խոսենք, թե ինչ է իրականում հիպնոսը, հա, եթե թույլ կտաք, հա։ Ուրեմն շատ կարևոր է ասել, որ հիպնոտիկ վիճակը դա շատ բնական վիճակ է, որի մեջ մենք գտնվում ենք օրվա մեջ նվազագույնը 2 անգամ, հա։ Առաջինը դա ասենք արթնանալուց հետո, մոտավորապես կես ժամից մի ժամ ընկած միջակայքում, հա, երբ որ գտնվում ենք ոչ լրիվ արթուն եւ ոչ լրիվ քնած վիճակում, եւ քնելուց առաջ մոտ կես ժամից մի ժամվա ընթացքում ընկած այդ միջակայքում, որտեղ նորից գտնվում ենք ոչ լրիվ արթուն եւ ոչ լրիվ քնած վիճակում։ Ուրիշ իրավիճակներ, որպես այսպես ասած բնական, հա, հիպնոտիկ վիճակների, որը որ մեր առօրյայում լինում է, դա կարող է լինել, ասենք, երաժշտություն լսելու ժամանակ, հա, ու երաժշտության մասին իհարկե շատ կարելի է խոսել ու այն ամեն ինչ, որ նաև, ասենք, հիպնոթերապիայի մասով իրար հետ առնչվում են եւ այն ազդեցությունը, որը որ կարող է ունենալ, հա, մարդու ենթագիտակցության վրա։ Բացի դրանից, օրինակ, երբ որ գիրք ես կարդում եւ ժամանակը անցնում է ու չես հասկանում, թե ոնց անցավ այդ ժամանակը, օրինակ, կամ մարդիկ ովքեր որ մեքենա են վարում եւ ասենք կարող ես հասնես տուն կամ աշխատանքի վայր եւ չհիշես թե ոնց է կար այդ ճանապարհը, որտեղից աջ թեքվեցիր, որտեղ արգելակեցիր, որտեղից, չգիտեմ, շրջանցեցիր, չգիտեմ, ինչ որ կողքիդ մեքենան եւ այլն, հա։ Ուրիշ օրինակ ֆիլմ նայելու ժամանակ, հա, երբ որ դու տեսնում ես մի պատմություն, եթե դա գեղարվեստական ֆիլմ է, եւ դու հավատում ես այդ պատմությանը,
պատմությանը, հա, եւ այդ պատմությունը այնքան ռեալ կարող է դառնալ քեզ համար, որ դու կարող ես ուրախանալ, կարող ես, չգիտեմ, արտասվել, կարող ես ծիծաղել եւ այդ ընթացքում երբ որ ինչ-որ մեկ անգամ, ասենք, անունդ կանչի, հնարավոր է որ դու չլսես անգամ այդ մարդուն, հա, ով որ քո անունն է տալիս։ Սրանք ուրեմն բնական հիպնոտիկ վիճակներն են, որոնք որ մեր կյանքում մեզ հետ տեղի են ունենում, անկախ մեր կամքից, հա, այսքանով այս ամենը ուրեմն այս հայացքով տեսնելը օգնում է նաև հասկանալ, որ սա բնական վիճակ է, որը որ մեզ հետ տեղի է ունենում։ Հիմա հիպնոթերապիայի պարագայում այդ բնական վիճակը առավելագույնս մեր օգուտի համար օգտագործելն է եւ թերապևտիկ միջամտության միջոցով դրա ազդեցությունը մաքսիմալացնելը, հա։ Ուրիշ օրինակներ կլինի թեկուզ աղոթքը, հա, երբ որ մարդիկ աղոթք են անում, դա էլ է հիպնոտիկ վիճակին բնորոշ, հա, իրավիճակ կամ մեդիտացիան, կամ մարդիկ ովքեր որ ասենք ծանր ֆիզիկական, չգիտեմ, վարժություններ են անում եւ այլն, անգամ այդ վիճակն է բնորոշ։ Յոգայի ընթացքում, հա, նորից էլի հիպնոտիկ վիճակին բնորոշ վիճակ է։ Ներողություն ընդհատեմ, բայց այստեղ տեսեք, դուք թվարկում եք, հա, ես այդ հասկանում եմ, պատկերացնում եմ, բայց որպես sense ասած առաջի անգամ մարդ որ մտել եմ լսում եմ, իմ մոտ հարց է առաջանում։ Հա, թվարկեցինք, որ էս էլա հիպնոտիկ վիճակ, այդ նույն ֆիլմ նայելու ժամանակ էլ, բայց այդ հիպնոտիկ վիճակ ասվածը вообще ինքը իրանով այդ ինչ է, որ հետո այդ օրինակները ես ավելի լավ պատկերացնում, որ ասում ենք հիպնոտիկ վիճակ, դա ինչի մասին է խոսքը։ Մեր նշած օրինակները հիպնոտիկ վիճակների օրինակներ են, բայց եթե փորձեմ ձևակերպեմ կամ սահմանեմ կամ մի հատ ընդհանուր իր կարկասը, իր ընդհանուր կառուցվածքը որ հասկանամ, ինչ է հիպնոտիկ վիճակը вообще։ Հիպնոտիկ վիճակի ժամանակ, ինչպես ասացի, քնից արթնության եւ արթնության քնից անցնելու վիճակն է, որպես կոնկրետ օրինակ եթե մենք ընդունենք, բայց ուրեմն հիպնոտիկ վիճակի ժամանակ մեր ենթագիտակցությունը, այսպես ասած, շատ ավելի ընկալունակ է ընդունելու այն ինֆորմացիան, որը որ տրվում է, հա, տվյալ իրավիճակում։ Այսինքն, եթե ուրիշ իրավիճակներում, հա, եւ որ այսինքն հիպնոտիկ վիճակից դուրս գտնվող առօրեական իրավիճակներում, երբ որ ինչ-որ մի գաղափար, ինչ-որ մի միտք, ինչ-որ մի խոսույթ է, հա, ասվում, այդ ժամանակ դա հանդիպում է դիմադրության, հա, այդ ճանապարհի ընթացքում, այսպես ասած, մեր քննադատողական միտքը դիմադրության է ենթարկում, դա այդ մտքերը, այդ բավորները, բավոր չստացվիները, այն դրական փոփոխությունները, այն մտքերը, այն սովորությունները, որոնք որ մենք մեր կյանքում ուզում ենք ներմուծենք, դա հանդիպում է մեր քննադատողական մտքի դիմադրությանը։ Իսկ հիպնոտիկ վիճակի ժամանակ մեր ենթագիտակցությունը, այսպես ասած, գրկաբաց սպասում է, թե իրան ինչ են ասելու, եւ այդ վիճակը շատ, այսպես ասած, անկալունակ վիճակ է, հա։ Հիպնոսը ինքնին նոր մի բան սովորելու շատ էֆեկտիվ մեխանիզմ է, որը օգնում է, որ մեր ենթագիտակցությունը այդ վիճակը օգտագործելով սովորի այն բոլոր դրական մտքերը, առաջարկությունները, փոփոխությունները, չգիտեմ, վերաբերմունքը ինչ որ երևույթների կամ թեկուզ ինքնիր նկատմամբ, հա, փոխի այն ամենը, ինչ որ իրեն այլևս չի ծառայում եւ դրա փոխարեն ավելացնի այն սովորությունները, որոնք որ իր ֆիզիկական եւ հոգեկան առողջության համար ավելի ցանկալի են, հա։ Հիմա պատկերավոր ասված մեր ենթագիտակցությունը, ինչպես գիտենք, ձևավորվում է այն օրվանից, երբ որ մենք գալիս ենք այս աշխարհ, հա, եւ այդ ձևավորումը տեղի ունենում շատ ժամանակ որպես սիմվոլիկ, այսպես օրինակ ընդունելով սպունգի նման մենք վերցնում ենք այն ամեն ինչ որ մեր միջավայրը մեզ տալիս է մեր ծննդյան օրվանից, հա, մեր ընտանիքները, ծնողները, ուրեմն քույր, եղբայր, տատիկ, պապիկ, միջավայրը, դպրոցը, այն միջավայրը, որտեղ որ մենք հա ձևավորվում ենք։ Այդտեղից ելնելով մենք այս ամբողջ մեր ենթագիտակցության ծրագրավորումն է, հա, այսպես ասած տեղի ունենում եւ դա տեղի է ունենում մինչեւ հիմնականում համարվում է, որ մինչեւ 8 տարեկանը, եւ մեր ենթագիտակցությունը այսպես ծրագրավորվում է, կամ այսպես ասած մեր կյանքի սցենարը մեր ենթագիտակցության մեջ գրվում է, ինչն է կարելի, ինչը չի կարելի, ինչն է, չգիտեմ, հարիր տղային, իսկ ինչը հարիր չի տղային, ինչն է հարիր աղջկան եւ ինչը հարիր չէ աղջկան, հա, այսպես մշակութային, սոցիալական կյանքին բնորոշ այդ բոլոր դերերը, դերային, այսպես ասած, առանձնահատկություններ, այդ ամբողջը, հա, սկսած, չգիտեմ,
այն ուտելիքը, որը որ սիրում ես եւ այն ինչ որ չես սիրում, չգիտեմ, սիրում ես շներին, թե վախենում ես շներից, օրինակ, հա, ինչն է կարելի, ինչը չի կարելի։ Այս ամենը ձևավորում է մեր ենթագիտակցությունը։ Հիմա մեր այս ենթագիտակցությունը, երբ որ ձևավորվում է, դա տեղի է ունենում մեծ հաշվով առանց մեր ակտիվ մասնակցության։ Հա, եւ միայն 8 տարեկանից հետո ձևավորվում է մեր քննադատողական միտքը, հա, երբ որ սկսում ենք արդեն հարցեր տալ, եւ դրանից հետո ձևավորվում է մեր գիտակցությունը, տրամաբանությունը, վերլուծելու կարողությունը, չգիտեմ, որոշումներ կայացնելու կարողությունը, կամքի ուժը, պատճառը հետևանքային կապեր գտնելու, հա, ունակությունը։ Հիմա այս ամենի հետ միասին, երբ որ մարդու կյանքում կան ինչ որ հարցեր, որոնք որ պետք է, այսպես ասած, հասցեագրվեն, հա, շատ կարևոր է այստեղ ուրեմն պատկերավոր ձևով առանձնացնել, որ մեր ենթագիտակցությունը մեր ամբողջ մտքի մոտավորապես 88%-ն է զբաղեցնում, այսինքն մեր այդ ամբողջ այդ ծրագրավորումը, այդ սցենարը, որը որ գրվեց, հա, մեր ամբողջ մտքի 88%-ն է եւ ինչպես նշեցի, դա տեղի ունենում ոչ մեր ակտիվ առանց մեր ակտիվ մասնակցության։ Իսկ մեր գիտակցականը զբաղեցնում է մեր մտքի մոտավորապես 12%-ը։ Եվ այդ պատճառով, երբ որ մենք ինչ որ գիտակցական ցանկություն ունենք, ինչ որ մի փոփոխություն ունենալու մեր կյանքում, կամ չգիտեմ, օրինակ ծխելը թարգելը, հա, ծխելը թարգելը դա, չգիտեմ, եթե կուզեք բարձ օրինակներով այսպես ասած անցնենք, հա, դա սովորություն է, որը որ ձեռք ենք բերում, այսինքն դու սովորում ես ծխել, հա, եւ որպես օրինակ, ասենք, երբ որ մարդը սկսում է ծխել, առաջին արձագանքը, որը որ ֆիզիկական նախ ունենում ես, այն է, որ թոքերդ արձագանքում են, ասենք, գոնե ասենք հազում ես, հա, կամ այդ հոտը սկզբից հնարավոր է այդքան էլ քեզ համար այսպես հաճելի չէ։ Հիմա պատճառները մի կողմ թողնենք, թե ինչի համար է սկսում ծխել, հա, չգիտեմ, շատ դեպքերում կա խումբ, որի հետ պետք է ասոցացվես եւ այդ ատրիբուտները պետք է վերցնես, քոնը դարձնես, որ դու էլ այդ խմբի մի մասը դառնաս, հա, կամ ասենք ուրիշ ինչ որ խնդիրներ, որից ելնելով դու դա ձեռք ես բերում որպես ինչ որ իրավիճակի հետ վարվելու բան, հա, coping mechanism ենք ասում ենք դրան, հա։ Հիմա այս բaragայում, երբ որ գիտակցա եւ դու դա անում ես որոշակի ժամանակ, հա, այն արձագանքը առաջնային, որը որ քո ենթագիտակցության մեջ կար, մի բաներ, որ ինքը ծանոթ չէր դեռևս։ Պերիոդիկ ձևով անելու ընթացքում դա դառնում է որպես սովորություն քո ենթագիտակցության համար, եւ ենթագիտակցությունը դա համարում է իրեն է արդեն, հա։ Իսկ ինչ որ ծանոթ է մեր ենթագիտակցությունը, ինքը դժվարությամբ է դրանից փորձում ձեռքազատվել։ Հիմա կներեք մի հատ էլ ընդհատեմ, որտեվ ոնց որ մենք մի թեմայից մի թեմա ենք գնում, բայց բնականաբար sense որ գնանք մենք սա անվերջ կարանք քննարկենք ու թեկուզ մի օր, 2 օր, 3 օրն էլ մեզ չի հերիքի ու մի հատ որ փորձեմ էլի հետ գնամ իմ հին հարցին, այսինքն այդ որ ասում ենք հիպնոտիկ վիճակ, եթե փորձեմ մի քիչ ավելի sense ասած մաչելի լեզվով բացատրեմ, կարամ ասեմ, որ այդ կոպիտ ասած մենք ունենք գիտակցական եւ ենթագիտակցական Եվ երբ որ մենք արթուն վիճակում ենք, այդ լրիվ արթուն վիճակում ենք, որոշ չափով այդ գիտակցականը կոնտրոլ է անում այն եղածին։ Ու որ ասում եք, որ դիմադրության կարանք հանդիպենք, այդ կրիտիկան, միտքը, անալիզը կարա ինչ-որ առումով խանգարի, այսինքն հիպնոտիկ վիճակը այն վիճակն է, որտեղ որ մաքսիմալ այդ գիտակցականը, կոնտրոլը, անալիտիկան, այդ ամեն ինչը անջատված է եւ Ենթագիտակցությունում եղած ինֆորմացիան, ասենց ասած, ավելի հասանելի է։ Դրա համար ավելի հեշտ լինում այդ վիճակում նրա հետ աշխատելը։ Ճիշտ եմ մեկնաբանում։ Հա, հիպնոտիկ վիճակում մեր գիտակցականը լրիվ արթուն վիճակում է գտնվում։ Մեր քննադատողական միտքը, այսինքն այն շերտը, հա, որը որ բաժանում է մեր գիտակցությունը եւ ենթագիտակցությունը, այդ մեջտեղի շերտն է դադարում դիմադրություն ցույց տալ, ինչը որ ասենք առօրյա իրականության մեջ այդ հարցերը, այդ բավորները, այդ ճիշտացվիները եւ այն բոլոր դրական ասոցիացիաները։ Այսինքն, քանի որ ես տեխնիկապես չեմ կարա հիմա էկրանի վրա բերեմ, երևի չեմ կարա ձեր ուղարկած նկարը, մի հատ տեսնեմ։ Ну կարամ, բայց ինքը շատ ինչ-որ քայլերի հերթականություն ազում, ես sense զուտ ցույց տամ ու սրա վրա բարձաբանենք, այսինքն այս ձեր ուղարկած նկարով, եթե նայում ենք, այս ներքևի հատվածը, դա ենթագիտակցությունն է, վերևինը գիտակցականն է, իսկ այս մեջտեղին հենց այդ կրիտիկալ շերտն է, որի մասին որ ասում եք։ Հիպնոսի ժամանակ
Այն որ շատերն ասում են գիտակցականը անջատվում է, գիտակցությունը չկա, գիտակցությունը տեղում չի, իրականում գիտակցությունը կա, միացած է, նենց չի որ անգիտակից վիճակում է, ուղղակի այդ կրիտիկալ շերտն է, ասենց ասած, ոնց որ մուտքի դուռը մաքսիմալ բաց է, այնտեղ աշխատելու համար։ Ճիշտ է մեկնաբանում, ասած ժողովրդական լեզվով։ Շատ ճիշտ եք մեկնաբանում, այսպես ասած, որ պատկերավոր նկարագրելու լինենք, ոնց որ անձնագրային կոնտրոլը ավելորդ հարցեր մեզ չի տալիս, էլի, երկրի մուտք գործելը թույլ տալու համար։ Պատկերավոր այսպես ասեմ, այսինքն մեր ենթագիտակցության, դեպի մեր ենթագիտակցություն ունեցած մուտքը լինում է առանց խոչընդոտների, կամ առանց ավելորդ, այսպես ասած, հարցերի եւ առանց ավելորդ դիմադրության։ Հիմա հիպնոտիկ վիճակի կարևոր առաքելությունը հենց սրա մեջ, այսինքն թերապևտիկ միջավայրում ստեղծել այն վիճակը, որտեղ որ մարդու ենթագիտակցությունը առավել ընկալունակ է նոր մի բան սովորելու եւ ձեռբազատվելու այն ամենից, ինչ որ իրեն այլևս չի ծառայում։ Եվ այդ միանշանակ անելու այցելուի, այսպես ասած, այդ միասին գործողությունների պլանը միասին մշակելով, նպատակները առանձնացնելով եւ այն քայլերի հաջորդականությունը ապարզ, այսպես ասած, օրինակներով ձևակերպելով եւ միասին իրականացնելով։ Այսինքն, եթե փորձեմ ասել ամփոփած ձևով ասեմ, այսինքն հիպնոսի ժամանակ ոչ թե մարդը անջատվում է, այլ կարելի է ասել ընդհակառակ այդ ընթացքում ինքը ավելի ընկալունակ է։ Այո, ուրեմն սա համարում ենք անգլերեն բառը ասում է hyper awareness, գերգիտակցական, այսպես ասած, ներկայություն ես ունենում, տվյալ իրավիճակի ժամանակ։ Այսինքն քո գիտակցությունը լրիվ արդեն վիճակում է գտնվում, դու լսում ես ինչ է քեզ, ասենք թերապևտի կողմից ասվում, դու կարող ես արձագանքել այդ ընթացքում, այսինքն ամբողջությամբ ներկա ես տվյալ իրավիճակի մեջ, երբ որ քո ֆիզիկական մարմինը այդ process-ում գտնվում է հանգիստ, խաղաղ, ռելաքսային ուրեմն վիճակում եւ գիտակցությունդ մաքսիմալ ներկա է եւ մաքսիմալ, այսպես ասած, հասցեագրվում են բոլոր ուրեմն հարցերը եւ խնդիրները, որը որ նպատակա դրված է եղել թերապիայի ընթացքում իրականացնելու համար։ Շատ լավ, այսինքն մենք կարանք հստակ ասենք, որ այդ որ հիպնոսի ժամանակ ինքը անջատվեց, չհիշեց, այս եղավ, այն եղավ, ինքը տեղ չէր, իր գլխի մեջ եսի ինչեր մտցրեցին, հետո ինքը իր կամքից անկախ տենց բաներ արեց, կարանք ասենք, որ սրանք եւս միֆեր են։ Ձեր միկրոֆոնը չեք միացրել։ Հա, թերապևտիկ հիպնոսի ժամանակ այդ ամենը տեղի է ունենում, ուրեմն հաճախորդի հետ միասին, պլանը մշակելով, ինչպես ասացի, համաձայնեցնելով իրար հետ, այն ամենը ինչ որ դուք նշում եք, ուրեմն դա թերապևտիկ հիպնոսի հետ կապ չունի։ Ուրեմն այդ կարևոր տարանջատում է, էլի։ Հենց այդ է շեշտը դնենք, որովհետև այսօր սոցիալական ցանցերում զուտ այդ դիտումներ հավաքելու այդ նույն շոուի բանի համար այնքան ինչ ասես կոպիտ ասած զիբիլ ինֆորմացիա են լցնում, որ այն մարդիկ, ովքեր որ ինֆորմացված չեն, չգիտեն, իրանք էլ չգիտեն ինչը որն է, արդյոք էդի հետ է, ու բնականաբար այդ մարդուն, որ թեկուզ ուղղորդես ասես գիտես ինչ կա, օրինակ այս խնդիրների հետ շատ լավ կաշխատի հիպնոթերապիան, ինքը կասի էդի որն է, էդի էնա, ու ինքը հաստատ այդտեղ sense ասած կփախնի տեղից։ Ու միանգամից այս իմաստացը հարց է առաջացնում մի քիչ ավելի եթե փորձենք առանց այդպես խորանալու առանց բանի մի քիչ հասկանալի բարձ լեզվով կոպիտ ասած եթե շատ հստակ ձևակերպենք ինչ է իրականում տեղի ունենում այդ նույն թերապևտիկ հիպնոսի ընթացքում։ Լավ հարց տվեցիք, այսինքն ես կուզեի որ այսպես ասած քայլ առ քայլ, բացատրեի եւ այդ process-ը նկարագրեի, ինչպես է տեղի ունենում։ Ուրեմն հանդիպումների ժամանակ նախ առաջին հերթին բնականաբար ներկայացնում ենք թե ինչ է հիպնոսը, ինչ որ մենք նոր մոտավորապես արեցինք ուրեմն, բայց ինչն է կարևոր արձանագրել, որ հիպնոթերապիայի ժամանակ շատ դեպքերում մարդկանց մոտ, ինչպես նշեցիք, կան շատ տարբեր պատկերացումներ, որը որ իրականում թերապևտիկ հիպնոսի հետ կապ չունի։ Ուրեմն հիպնոթերապիայի ընթացքում հիպնոթերապիայի ուրեմն առաջին մասը, այսպես ասած, դա կոգնիտիվ վարքաբանական թերապիայի օրենքներով ուրեմն արված
ընթացք է, հա, որը որ մենք նորից էլի աշխատում ենք մտքերի հետ, զրույց ենք ունենում, առանձնացնում ենք, չգիտեմ, այդ մեր լեզվով ասած, հա, ավտոմատիկած նեգատիվ մտքերը կամ ասենք այն բոլոր, չգիտեմ, այդ cognitive distortion-ները, խեղում, չգիտեմ, խորքային համոզմունքները, հա, ուրեմն, այսինքն այդ հիպնոթերապիայի սկզբնական ուրեմն ընթացքը դա կոգնիտիվ վարքաբանական թերապիայի բնորոշ օրենքներով թերապիան է։ Եվ միայն սեանսի վերջին հատվածում է, որ մենք ունենում ենք հիպնոտիկ մասա, որը կարող է տևել, ասենք, չգիտեմ, ընդամենը ասենք 5-15 րոպե կամ ասենք 10 րոպե, հա։ Բայց հիմնական ընթացքը նորից էլի մտքերի հետ տարվող աշխատանքն է, որովհետև սա արվում է ինչի համար, որ այն ամեն ինչ, որ ընդունելի է մեր գիտակցության համար, նոր միայն կարող է ընդունելի լինել մեր ենթագիտակցության համար, հա, երբ որ ես նման օրինակը, ասենք, ձևակերպեցի, օրինակ ծխելու, հա, պարագայում, այս պարագայում կա պայքար ենթագիտակցության եւ գիտակցության միջև, հա, այսինքն գիտակցությունը ասում է, որ օրինակ ծխելը այդքան էլ, չգիտեմ, սոցիալապես ընդունելի բան չէ, կամ օրինակ ասենք, չգիտեմ, ընտանիքս դժգոհ է, որ ես ծխում եմ, հոտը դուր չի գալիս, պետք է ինչ-որ տեղ գնամ, բայց ասենք ինչ-որ տեղ պետք է գտնեմ, որ առանցին ծխեմ եւ այլն, հա, սա կոգնիտիվ վերաբերմունք է, բայց քո ենթագիտակցությունը դու ինքդ, հա, սովորեցրել ես իրեն, որ այդ ծխելու երևույթի հետ ինքը ավելացրել է բոլոր դրական ասոցիացիաները եւ այդ պարագայում մեր կոգնիտիվ ցանկությունը հանդիպում է մեր ենթագիտակցության դիմադրությանը։ Հիմա մեր ամբողջ նպատակը այն է, որ մեր մտքի այս ամբողջ այդ նշած ուրեմն այս մեր միտքը ամբողջությամբ ծառայի մեզ, հա, մեր ենթագիտակցությունը եւ ենթագիտակցությունը ոչ թե պայքարեն իրար հետ, այլ իրանց ամբողջ ոնց որ պոտենցիալը օգտագործեն մեր նպատակները եւ մեր կյանքում այն դրական փոփոխությունները կամ այն դրական սովորությունները, ցանկալի սովորությունները, որ ուզում ենք ունենալ, իրականացնել մաքսիմալ, հա, էֆեկտիվ ձևով։ Այս կարևոր է շատ նշել, հա, որովհետեւ ես հասկանում եմ, որ հնարավոր է մարդիկ մտածեն, հիպնոթերապիան, չգիտեմ, ասացի պես այն ինչ որ ցույց են տալիս, հա, դա միայն այդ հիպնոտիկ մասն է, չգիտեմ, բայց կարևոր է հասկանալ, որ հիպնոտիկ մասից առաջ գոյություն ունի, հա, ուրեմն թերապևտիկ, ուրեմն զրույցը այցելուի հետ, նորից նշեմ, կոգնիտիվ վարքաբանական թերապիայի բոլոր օրենքներով համապատասխան եւ ըստ դրան նաեւ ընտրելով այն բառամթերքը, հա, այսպես ասած այն ալտերնատիվ մտքերը կամ այն վերաբերմունքը, որը որ կոնկրետ ձևակերպումների միջոցով մենք օգտագործելու ենք հիպնոտիկ մասի ժամանակ, այսինքն այդ մտքերը կամ այն սցենարները, որոնք որ պետք է հիպնոտիկ մասի ժամանակ կիրառվեն, դրանք տարբեր մարդկանց համար տարբեր են, հա, նույնը չեն կարող լինել, հա, նույն բառի կամ նույն երևույթը բնութագրելու մասին, հա, բնութագրել է, այսպես ասած, կոնկրետ ինչ-որ բառամթերք օգտագործելը մի մարդու մոտ կարող է ունենալ ուրիշ ընկալումներ, հա, մեկ ուրիշ մարդու մոտ կարող է ունենալ լրիվ ուրիշ ընկալումներ։ Դրա համար, այսպես ասած, անհատականացված մոտեցումը կոգնիտիվ վարքաբանական թերապիայի, հա, օրենքներով մեզ բերում է այն ճիշտ ձևակերպումներին, որը որ տվյալ մարդու ենթագիտակցության լեզվով է, հա, կոպիտ ասած։ Այսինքն մաքսիմալ հարմարեցնելով այդ մարդու ենթագիտակցության համար ավելի ընկալելի դարձնելու, դա եւ ավելի հեշտ մարսվող, այսպես ասած, product դարձնելու համար, եթե կարելի է այդ բառը օգտագործել այս ընթացքում։ Հաստատ երևի թե կարծում եմ մաքսիմալ հասկանալ էր, ինչ-որ պարզաբանում չեմ խնդրի, բայց միանգամից ավելի մի քիչ, ասենց ասած, պրակտիկ հարց, հաճախակի ձեզ ինչ խնդիրներով են դիմում կամ ամենահաճախ խնդիրները, որով ձեզ դիմում են, դրանք որոնք են։ Ուրեմն խնդիրները շատ տարբեր են, սկսած ասենք տագնապներից, անհանգստության, լարվածության զգացողություններ կլինի, վախեր, ֆոբիաներ, հարաբերությունների հետ կապված խնդիրներ, ինքնագնահատականի հետ կապված խնդիրներ, շատ տարբեր, հա։ Հիմնականում վախեր, անհանգստության, anxiety, panic attacks։ Իսկ կան ինչ-որ խնդիրներ, որոնց հետ հատկապես հենց հիպնոթերապիան ավելի լավ աշխատում։
եւ միանգամից հարցնեմ խնդիրներ, որոնց հետ հիպնոթերապիան շատ դժվար կաշխատի։ Հա, ուրեմն դե նախ հետազոտություններով է, ուրեմն ապացուցած, բայց բնականաբար անհատական, ասենք օրինակները մի կողմ դնելով, որովհետեւ հնարավոր է, որ մի մարդու համար այդ մոտեցումը էֆեկտիվ լինի, մեկ ուրիշ մարդու համար չի, դրա մասին կխոսեմ իհարկե, հա, նաև հիմնականում anxiety, այսինքն անհանգստության տագնապային, հա, վիճակներին բնորոշ ուրեմն խնդիրները, պանիկայի աթակները, հա, պանիկաները, Հա, տենց հասկանում ենք։ Հարաբերությունների հետ կապված նորից էլի ուրեմն ինքնագնահատականի հետ կապված հա խնդիրներ, վախեր եւ ֆոբիաներ ու նաեւ ցավի կառավարում ու ծխելը թարգելու հետ կապված հա ուրեմն մի առանձին ուղղություններ կան նաեւ անգամ քաշը ավելորդ քաշի ձերբազատվելու համար այսինքն շատ տարբեր նեղ մասնագիտական ուղղվածություններ կան շատ դրա համար շատ կարեւոր է նաեւ տեսնել թե տվյալ ասենք մասնագետը հիպնոթերապևտը ինչ նեղ մասնագիտական ասենք որակավորումներ ունի սերտիֆիկացումներ ունի որը որ կարող է ասենք ձեզ համար ավելի այսպես ասած օգուտ ունենալ ու միանգամից մեր լսարանի համար ու նաեւ հետո այն մարդկանց համար որտեղ հիմնականում ցավոք սրտի մեր մոտ ոնց էր մի հատ բան ասեմ սկզբում մինչև կոവിഡ്ի տարիներին այս on-line-ը այդքան տարածված չէր մարդիկ հավաքվում էին դահլիճներում լեկցիաներում հետո կոവിഡ്ից հետո բոլորն անցան լեկցիա բաներին on-line-ներին հիմա այդ on-line-ները քանի որ ձայնագրվում էլ է նույնիսկ այդ on-line-ին էլ նեղություն չեն քաշում միանանք մեկը հետո զապիսը կա կլսենք դրա համար եւ մեր հիմիկվա մասնակիցների համար եւ հետո ովքեր որ ձայնագրությունը կդիտեն կնայեն այ իրանց համար այսինքն իրանք կարան ձեզ դիմեն ծխելու հետ կապված խնդիրներով եւ այդ նույն թերապևտիկ աշխատանքով օգնեք որ իրանք այդ խնդիրներից ազատվեն քաշի սննդի սննդային վարքի խանգարումների ժամանակ այսինքն այդ բոլոր խնդիրներով իրանք կարող են ձեզ դիմել Այո ինչպես նաեւ ասացի արդեն անգամ կախվածություններ լարվածության, անհանգստության զգացողություններ, տագնապներ, պանիկաներ, վախեր, զանազան հա ֆոբիաներ, այդ ամենը ուրեմն էֆեկտիվ բայց ես չնշեցի, հա, չնշեցի թե մեջ շատ տարածված է ծխելը ու պանիկաները, այս կարևոր է որ ֆիքսենք, նաև մի հարելը այսօր աղջիկների շատերի համար բան է, որ Հա, այսինքն հիմա ու հետո էլ շատ մարդիկ որ լսեն, իրանք դա ֆիքսել են, վայ, մի րոպե, ուրեմն կարանք ասենք, դրա համար եմ հատուկ շեշտը դնում դրանց վրա։ Հա։ Ես չնշեցի, թե որ դեպքերում հիպնոթերապիան, այսպես ասած, չի Մի հատ ներողություն եմ խնդրում, ինչ որ երաժշտության ձայնն է գալիս։ Հա, չհասկացա։ Դից Եվ ինչպես կներեք պետք է նշեի թե որ դեպքերում հիպնոթերապիան խորհուրդ չի տրվում հա օգտագործել ուրեմն կիրառել շատ կարևոր հարց է որովհետև ասենք պետք է նախ առանձնացնել որ օրինակ փսիխոտիկ խանգարումների ժամանակ հիպնոթերապիան ընդհանրապես խորհուրդ չի տրվում կիրառել ուրիշ իրավիճակներից նշելու լինեմ նաև սուր դեպրեսիվ հա խանգարումների ժամանակ որովհետև ուղղակի տվյալ մարդը այսպես ասած ինքը իր մաքսիմալ այսպես ասած ներկայությունը սեանսի ժամանակ շատ դժվար կլինի հա ապահովել է համարվում է որ ուրեմն էպիլեպսիայի կամ նոպաների պարագայում նույնպես երբ որ մարդը նոպաներ է ունենում էպիլեպսիայի նորից էլի հիպնոթերապիան խորհուրդ չի տրվում կիրառել մարդիկ ովքեր որ ասենք ակտիվ կախվածություններ ունեն եւ շարունակում են օգտագործել հա դրանք այսինքն չգիտեմ կլինի դա ալկոհոլի ներգործություն կամ ասենք տարբեր տեսակի թմրանյութերի հա օգտագործման ուրեմն կամ կախվածությունների պարագայում երբ որ դրա ակտիվ ներգործությունը օրգանիզմի վրա դեռևս կա ինչպես նաև օրինակ
լինում է դեպքեր, որ ուղղակի մարդը չի կարողանում կենտրոնանալ, հա, եւ օրինակ կամ հիպնոտիկ վիճակի ժամանակ ինքն իրեն, այսպես ասած, դիսկոմֆորտի մեջ է զգում, անհարմարության զգացողություն է ունենում, այդ իրավիճակն էլ բնականաբար ուրեմն հաշվի է առնում եւ ընդունում ենք այն մոտեցումները կամ այն բնական հիպնոտիկ վիճակները, որոնք որ այսպես թե անպես մարդու կյանքում ուրեմն տեղի են ունենում եւ այդ այսպես ասած իրավիճակներն ենք փորձում մաքսիմալ ավելի էֆեկտիվ օգտագործել տվյալ մարդու խնդիրները հասցեագրելու համար։ Հասկացանք, շնորհակալություն, այսինքն նման դեպքերում նույնիսկ կարելի ասել հակացուցված է հիպնոթը։ Այո։ Այստեղ մեզ հարց են գրել հիպնոսի դերի եւ կարեւորության մասին կխոսեք, ինչ որ ձև կմեկնաբանեք այս հարցը մեր քննարկածներից բացի։ Դե ինչպես արդեն նշեցի, ուրեմն ես գիտեք ինչն է կարևոր է այս ամենի մասին խոսելու ժամանակ հասկանալ, որ հիպնոտիկ վիճակը մեր կյանքում անկախ մեր կամքից տեղի է ունենում, հա? Այսինքն այդ վիճակը մեր կյանքի անբաժանելի մասն է, ինչպես արդեն նշեցի, հա, քնելուց առաջ ուրեմն այդ կես մի ժամվա ընթացքը արտանալուց հետո կես մի ժամվա ընթացքը, ինչպես նշեցի, գիրք կարդալու ժամանակ, մեքենա քշելուց տուն հասնել եւ չհիշել թե ինչպես է կար, ֆիլմ նայել, երաժշտություն լսել եւ այլն։ Հիմա շատ կարեւոր է տեսնել դրա ազդեցությունը մեր կյանքի վրա, հա, որովհետեւ այդ ազդեցությունը միանշանակ տեղի է ունենում։ Հա, կոպիտ ասած, մենք գտնվում ենք հիպնոտիկ վիճակի մեջ, բայց մենք չենք կառավարում այդ իրավիճակը, երբ որ տեղյակ չենք, որ դա այն վիճակն է, որտեղ որ մեր ենթագիտակցությունը ավելի ընկալունակ է, հա, ընդունելու օրինակ այն երգի խոսքերը, որ դու տարիներ շարունակ լսում ես, եւ այդ երգը քո համար կարող է շատ սիրելի երգ լինի, բայց այդ երգի ժամանակ դու գտնվում ես հիպնոտիկ վիճակի մեջ եւ այն խոսքերը, որ այդ երգի միջոցով, հա, դու շարունակում ես լսել, որպես նաեւ երաժիշտ եմ, էլի, ես մոտեցմանը, այսպես ասած, հավաստում, դրանք մտնում են քո ենթագիտակցության մեջ, հա, այսինքն դու ինքդ քո հետ հիպնոզ ես անում, այսպես ասած, հա, առանց դրա մասին իմանալու։ Եվ երբ որ հետո օրինակ բացես եւ այդ երգի տեքստը կարդաս, կարող է այնտեղ լիքը ինչ որ մտքեր լինեն կամ գաղափարներ լինեն, որոնց հետ հնարավոր է դու համաձայն չես։ Հա, ուրեմն այս շատ կարևոր է հասկանալը, որ հիպնոտիկ վիճակը մեր կյանքում անկախ մեր կամքից տեղի է ունենում։ Օրինակ այնքան կարևոր է կարևորել այն ժամանակը, երբ որ դու արթնանում ես եւ ինչպես նշեցի, այդ կես ժամից մի ժամվա ընթացքը անցկացնել մաքսիմալ ինքդ քո համար, հա, այսինքն առավոտը արթնանալ եւ օրինակ կարող է գիշերը լավ չես քնել, ինչ որ հանդիպում ունես այդ օրը, որը որ քեզ համար այդքան էլ այսպես ասած հաճելի չի կամ ներսդ ինչ որ լարվածություն կա, հա, բայց այդ process-ի մեջ այդ մտքերը ունենալու հետ միասին շատ կարեւոր է, երբ որ այդ process-ում քո ենթագիտակցությունը գրկաբաց սպասում է, թե դու իրեն ինչ ես ասելու, հա, ինչ message ես տալու, ինչ պատվեր ես տալու ամբողջ օրվա համար, ինքդ քեզ հիշացնես օրինակ այսօր շատ լավ օր եմ ունենալու, հա, սրա մասին ես մի հոգեբուժից եմ լսել տարիներ առաջ, ինքը պատմեց, որ 40 տարվա այսպես ասած փորձ ունի, հա, մասնագիտական, ասաց ամենակարևոր բանը, որը որ ես իմ կյանքում արել եմ, այնա որ ամեն առավոտ երբ որ զարթնում եմ, այդ ընթացքում, հա, երբ որ իմ միտքը գտնվում է հիպնոտիկ վիճակում, ինքս ինձ հիշացնելն է, որ այսօր ես լավ օր եմ ունենալու, որովհետև դա ինքը քո ենթագիտակցությանը դու այդ մեսեջով, այդ հաղորդագրության միջոցով դու ինքդ ես պատվիրում, թե քո օրը ոնց պետք է անցնի։ Եվ նույնը քնելուց առաջ, հա, երբ որ այդ կես ժամից 1 ժամվա ընթացքում ուզում ես, չգիտեմ, օրվա լուրերը կարդալ, չգիտեմ, նայել թե աշխարհում ինչ պատերազմներ են տեղի ունենում, հա, այն ամենը ինչ որ մեր կյանքում լարվածություն է ավելացնում, հա, ինչ որ օրվա ընթացքում ուզենք թե չուզենք դրա հետ առնչվում ենք, բայց շատ տարածված սովորություն է, չէ՞, քնելուց առաջ հեռախոսը ձեռքդ վերցնես ու, չգիտեմ, ռիլեյ նայես անընդհատ, ինչ որ նորություններ լսես եւ այլն։ Ուրեմն եկեք ընդունենք, որ այդ process-ում այն ամեն ինչ որ դուք անում եք քնելուց առաջ կես ժամից 1 ժամվա ընթացքում այդ ամենը ձեր ենթագիտակցության մեջ է մտնում առանց մեծ դժվարության։ Եվ հետո մի ամբողջ գիշեր ձեր երազների միջոցով, հա, ձեր ենթագիտակցությունը փորձելու է ձեզ օգնել
ինչ որ կարող է լինել օրինակ անհանգիստ ուրեմն քնի ժամանակ այսպես վախենալու երազներ տեսնելով, չգիտեմ, դրա մասին իհարկե մի օր կարող է առանձին հանդիպում ունենանք, հա, dream therapy մասին, երազների թերապիայի մասին խոսելու համար, բայց ես ուզում եմ այն պարզ բաների մասին հիշեցնեմ, որի վրա երբ որ ավելորդ անգամ ուշադրություն դարձնենք եւ կարեւորենք, այսօր արդեն կարող ենք ինքներս մեզ օգնել, որ այդ բնական հիպնոտիկ վիճակները, որոնք որ մեր կյանքում տեղի ունեն, ոչ թե մեր կյանքում ավելորդ լարվածություն բերեն, հա, այլ մենք այդ վիճակը օգտագործենք, որ մեր կյանքը ավելի բալանսավորված եւ ավելի ուրախ դարձնենք, հա, ուրեմն շատ ռեալ, եթե կուզեք, ասենք մի քանի այսպես ասած կոնկրետ ինչ որ բաներ կարող եմ նաև նշել, էլի, որը որ ցանկալի կլինի, երբ որ անենք դա, ինչ որ ես ինքս էլ անում եմ, էլի, ու եթե կուզեք կարող եմ հիմա մի երկու բան նշել, եթե անպայման կուզենք, բայց առաջարկում եմ ոչ թե հիմա, այլ մեր լսողները կակած գնան, իրանց համար, չգիտեմ, թուղթ գրիչ էլ բերեն, եթե չխալարեն, ասեն, հլաշ հետո զապիսի մեջ բայց նաև նշենք, որ այդ թուղթ ու գրիչ էլի ենթագիտակցության սենց ասած մուտքի դռներ։ Ես դրա մասին էի ասում, հա, ես դրա մասին եմ ասում, որովհետև ընդունված է հետազոտություններով, հա, ապացուցված, որ գրելու ընթացքը, այսինքն այն ինչ որ մենք գրում ենք, գիտակցաբար ենք որոշում թե ինչ գրենք, բայց թե ինչպես են գրում, այդ մեր ենթագիտակցությունն է որոշում, հա, դրա հետ կապված առանձին ուղղություն կա, ձեռագրային, այսպես ասած, անալիզ եւ այլն։ Բայց ինչն է կարևոր, օրինակ քնելուց առաջ, երբ որ մենք այդ ժամանակը ունենք, հա, մոտ կես ժամից 1 ժամվա ընթացք, երբ որ դու գտնվում ես բնական հիպնոտիկ վիճակի մեջ, թեկուզ երկու բան հիշել, ինչ որ օրվա ընթացքում եղել է եւ որտեղ որ դու դրական զգացողություններ ես ունեցել, ինչ քեզ համար հաճելի է եղել, չգիտեմ, արթնացել ես երկնքին ես նայել, ներկա ես եղել, հա, ներկայի մեջ, ու չգիտեմ, ու շնորհակալ ես եղել ես կյանքի համար, չգիտեմ, քո ընտանիքի համար օրինակ։ Կամ մի հատ լավ հանդիպում ես ունեցել ինչ որ պատահական մեկի հետ, կամ ինչ որ մի բան ես արել ինքդ քո համար, հա, օրինակ ասենք, չգիտեմ, քո համար նախաճաշ ես սարքել, ինչ որ կարող է երկար ժամանակ չէիր անում կամ ժամանակ չէիր գտնում դրա համար։ Փոքր բաները, հա, այն ինչ որ դու օրվա ընթացքում արել ես, դրան ասում ենք հետ գնալ որսալու գանձերը, հա, օրվա։ Անգլերեն ասում են treasure hunting, հա, գիշերը պարկում ես քնելու եւ դու հիշում ես թե այդ օրվա ընթացքում ինչ դրական պահեր են եղել, որը որ քեզ հաճույք է պատճառել, հա։ 1-2 օրինակ որ գրենք, մենք այդ մեր բնական հիպնոտիկ վիճակը կօգտագործենք, որ մեր ենթագիտակցությանը հիշացնենք այն ինչ որ մենք ունենք, այն ինչի համար որ մենք շնորհակալ ենք, այն ինչ որ մեր կյանքում տեղի ունենում եւ ինչը մեզ հաճույք է պատճառում նաեւ, հա։ Եվ դրանից բացի երկու բան, ներողություն մենք առօրյայում չենք անում, առավոտյան արթնանում ենք յախքին զզվելի օրա հələ այսքան բաներ ունեմ անելու, իրիկունը պարկում ենք վայ հələ վաղը ես ունեմ, այսինքն մենք այդ բնական տված հիպնոտիկ վիճակը որ կարանք օգտագործենք, որ sense ասած հələ դռները բաց է, ոնց որ շատ սիրուն ասեցիք, գրկաբաց սպասում է թե ինչ ինֆորմացիա ենք իրան տալու, մենք այդտեղ հնարավորինս շատ նեգատիվ ենք լցնում, հնարավորինս շատ աղբ ենք լցնում, հետո էլ ասում ենք բա ինչի sense եղավ, ինչին հենց եղավ։ Ու սա միանշանակ այդպես է, շատերի համար շատ լավ, շատ լավ դասի, որովհետև շատ կարևոր է տեսնել, որ ոնց որ դու լավ այդ օրինակը նշեցիր, առավոտը զարթնում ենք ու բողոքում ենք, չգիտեմ, ու չգիտես անհանգստությունները կյանքի են ամեն ինչ որ շատ բնական է, հա, որը որ մեր կյանքում լինում է, թե ինչպես ենք մենք դրանք արձագանքում, դա ուրիշ հարց է, բայց ոնց որ դու նշեցիր, այդ ձևով մենք արդեն մեր ենթագիտակցությանը պատվերը տալիս ենք, հա, թե ոնց պետք է մեր օրը անցնի։ Այսինքն մենք ինքներս մեր հետ հիպնոզ ենք անում, հա, մենք հիպնոտիկ ուրեմն ակտ ենք կատարում ինքներս մեր հետ առանց գիտակցելու դրա մասին։ Եվ հետո ամբողջ օրվա ընթացքում մեր ենթագիտակցությունը այնպես անում, որ մենք ճիշտ դուրս գանք։ Այսինքն այդ պատվերը, որը որ մենք տվել ենք մեր ենթագիտակցությունը, ինքը այդ պատվերին է հետևելու։ Բնական է, որ մեր կյանքում տեղի ունենում են ինչ որ տեղի անում եւ շատ բաներ բնականաբար նաեւ մեր կամքից անկախ են տեղի ունենում, հա։ Բայց այդ ժամանակ, չգիտեմ, շնչառության վարժություն անելը, հա, դրական զգացողությունները մի 4 վայրկյանով ներշնչելը եւ բացասական ինչ որ մեզ անհանգստացնում է կրկնակի, հա, 8 վայրկյանով օրինակ, հա, արտաշնչելը, ներկայի մեջ ներկա լինելը, մեզ հիշեցնելը, ու նաեւ այդ ժամանակ ինքներս որոշելը, թե մենք այդ օրը ոնց ենք ուզում անցկացնենք։ Այդ ձևով մենք ենք ձին սանձում, հա,
Այսինքն այդ ձիու վրա մենք ենք կանգնում, ոչ թե ձին շարժվում է առանց հեծյալի ու մեր կյանքն է, այսպես ասած, անցնում եւ մեր ենթագիտակցության ծրագրավորումը ինչ որ առանց մեր կամքի գրվել է, մեր ամբողջ կյանքը ապրում է առանց մեր ակտիվ մասնակցության, հա։ Այս ամենը շատ կարևոր տեղ է տանում, որովհետեւ շատ կոնկրետ ու շատ փոքր քայլերով հնարավոր է այդ փոփոխությունը մեր կյանքը բերել, հա, եւ այդ փոփոխությունը բերելով նաեւ մեզ հետ վերադարձնել տուն, հա, պատկերավոր ասած, այսպես որտեղ որ այն ամենա երջանիկ վիճակն է, որտեղ ես համարում եմ, որ երջանկությունը ընդհանրապես դա բնական մարդու բնական վիճակն է։ Ուրիշ հարց թե մենք ինչ ենք սովորել, հա, մեր ենթագիտակցությունը ոնց է ծրագրավորվել, մեր միջավայրը մեզ ինչ է սովորել, ինչն ենք մոռացել, ինչն ենք դեռևս հիշում, բայց հիմա այս ամենի միջոցով փոքր քայլերով ենթագիտակցության ծրագրավորման մեջ անելով են փոփոխությունները, ինչը որ մեր համար այսօր ավելի ցանկալի է, ձերբազատվելով այն ամենից, ինչի ժամկետը վաղուց արդեն անցել է, հա, այն սառնարանի մեջ ոնց է, որ ապրանքներ կան, որ երկար մնացել են, մեկ էլ տեսնում ես, որ ժամկետը անցել է եւ դա դուրս ես անում, չէ՞, այդպես մեր ենթագիտակցության մեջ կան շատ սովորություններ, գաղափարներ, մտքեր, որոնց ժամկետը վաղուց անցել է։ Այսինքն իրանք իրենց ծառայությունը ինչ որ ժամանակ, ինչ որ մի օր արել են, բայց այսօր արդեն մենք դրանցից շատերի կարիք էլ չունենք։ Եվ ինչն է կարևոր, որ մեր գիտակցությունը, հա, ունի այն ներուժը, որ մեզ օգնի, որ մենք մի նոր բան սովորենք, հա, ցանկացած տարիքում, հա, այդ գիտականորեն ապացուցված է, էլի, այդ neuroplasticity-ին, հա, նոր այդ նյարդա, ուրեմն neuro այդ pathway-ները, այսպես ասած, հա, այդ նյարդաթելերը, հա, դրանք ձևավորվում են, այո, նեյրոնային կապերը ձևավորվում են, եւ մենք կարող ենք որոշել, հա, ինչ դրական փոփոխություն մեր կյանքում բերել, ինչից ձերբազատվել, եւ այս փոքր քայլերով այդ բնական հիպնոտիկ վիճակները գոնե օգտագործելով մենք մեր կյանքում միանշանակ կարող ենք դրական ու մեր համար ցանկալի փոփոխություն բերել։ Ու այս ամեն ինչով դու ինձ բերեցիր մի հատ կարևոր մտքի, որ հարկ եմ համարում ստեղ շեշտեմ, որ միշտ ասում եմ, ոնց է, ու հաճախ sense բան զարմացած դեմքով եմ ասում այսօր լողացել ես, ասում եմ, հա, ասում եմ, երեք լողացել ես, ասում եմ, հա, ասում եմ, վաղը լողանալու ես, ասում եմ, հա, ասում եմ, բախի, ասում եմ, դե մարմնի հիգիենա է։ Ու այո, հոգեկան հիգիենա պահելը եւս շատ կարևոր է, ու որ լսում եք ժողովուրդ, տեսեք, ինչքան կարևոր բաներ կա, ինչքան կարևոր նյուանսներ կա, որոնք մենք առօրյայում չենք իմանում, ու զուտ ինֆորմացիայի պակասից ելնելով, մենք առանց հասկանալ այդ նույն հիպնոտիկ վիճակներում կոպիտ ասած մենք ինքներս մեզ վնասում ենք։ Դրա համար պարտադիր չի այն հայավարի դանակը հասնի ոսկրին, որ նոր ընկնենք, մտածենք, ուր գնամ, ինչ անեմ, կարելի է ուղղակի սովորել համ նույն այդ նոր ինֆորմացիա սովորելու, համ կյանքին մի քիչ ավելի լայն նայելու, համ ինքներդ ձեզ ինչ որ հարցերում շատ ավելի լավ հասկանալու ու ինքներդ ձեզ ավելի լավ ճանաչելու, ինքներդ ձեզ վերադառնալու կամ ձեր տուն վերադառնալու ուղղված կարելի է ուղղակի պրոստը սովորել պարտադիր չի ինչ որ սուր եսի ինչ խնդիր լինել, սովորելու ձեր կյանքը էլ ավելի օպտիմալ ու էֆեկտիվ օգտագործել հենց ձեր համար։ Ճիշտ է, ոնց որ Ռաֆայելը նշեց, ամեն տարիքում էլ հնարավոր է նոր ինֆորմացիա սովորել, նոր նեյրոնային կապերը ձևավորել, բայց նաև իմ կողմից էլ հիշեցնեմ, դա ես մասնագետ չեմ, պրոստը տենց կարդացել եմ միտեղ, տենց գրած էր, ասում է, մեր ուղեղը շատ թամբալ բան է, ու ինքը ինչ որ առումով նպատակ ունի մեզ հնարավորինս երկար ծառայի, դրա համար ինքը հնարավորինս փորձում է էներգիա խնայի։ Իսկ նոր նեյրոնային կապերի ձևավորումը բնականաբար ինքը ահռելի էներգիա է տանում։ Դրա համար մեր համար ավելի հեշտ է ինչ որ ռիլ թերթելը ու շատ արագ այդ նույն էմոցիաների, ասենց ասած, կարիքը բավարարել, էմոցիաների ֆոնի վրա որոշակի հորմոնային բավարարում է էլի ստանալ, այդ նույն, չգիտեմ, էնդորֆինը, այս ինչա, ինչա նույն արագի մեջ 30 վայրկյան մետ ռիլ թերթեմ, էմոցիան զգամ, հորմոնն արտադրվի, всё, դոզա ստացա։ Քան դրա փոխարեն նստեմ ինչ որ երկար բան կարդամ, կենտրոնանամ դրա վրա, որովհետև դա շատ ավելի շատ էներգիա է ծախսելու դրա վրա մեր ուղեղը։ Դրա համար ավտոմատ մեր մոտ այն կողմա գնում։ Բայց ոնց որ նշեց Ռաֆայելը, շատ կարևոր է, որ մենք սովորենք այդ ամեն ինչը տեսնենք ու ինքներս որոշենք, թե ինչի վրա ենք ուզում ծախսենք այդ ժամանակը, ինչի վրա ենք ուզում ծախսենք այդ էներգիան ու ինչի արդյունքում ինչ ենք ունենալու, որ տեսնենք ինչ ենք անում вообще, ոչ թե ավտոմատ ապրենք առանց հասկանալու, հետո էլ ասենք բախի սենց եղավ։
Ու Ռաֆայել ջան, ստեղ մեզ էլի հարց են գրել, հիպնոսի ժամանակ հնարավոր է ստանալ որևէ դեպքի մասին ինֆորմացիա, որը տեղի է ունեցել մինչև 8 տարեկան, երբ մարդը չի հիշում դրա մասին հասուն տարիքում։ Ու նախապես շնորհակալություն են հայտնում պատասխանի համար։ Շնորհակալություն հարցի համար։ Այսպես ասեմ, իհարկե հաճախորդ այցելուի հետ կարելի է քննարկել, հա, այն սցենարը, որը որ նշվել է, չգիտեմ, հետ գնալ եւ օրինակ ասենք 8 տարեկան չեմ իրավիճակ հիշել, որպեսզի կարողանանք նոր վերաբերմունք ունենալ, հա, այդ իրավիճակի նկատմամբ, հա, այսինքն դրա հետ նորից շատ նուրբ թերապևտիկ աշխատանք է պետք անել հասկանալու համար ինչքանով անհրաժեշտ է տեղ հետ գնալը եւ ինչքանով է այդ սցենարը, որը որ պետք է ուրեմն ունենանք էֆեկտիվ լինի, հա, վերջում Իհարկե հնարավոր է ինչ-որ դետալներ, որը որ մարդը այս պահին չի հիշում, բայց հիպնոտիկ վիճակի մեջ լինելու ժամանակ ինչ-որ դետալներ կարողանա միտքը դառնանա եւ հիշես, հա, ինչ-որ առօրյայում էլ է հնարավոր, չէ՞, լինի, որ ինչ-որ իրավիճակից ելնելով ինչ-որ մի ասոցիացիա, ինչ-որ մի ձայն, ինչ-որ մի, այսինքն բույր, օրինակ, քեզ հիշացնի ինչ-որ մի իրավիճակ, որը որ դու միջև այդ չէիր հիշում եւ հետո վերհիշեցիր Իսկ հիպնոտիկ վիճակի ժամանակ, քանի որ մեր գիտակցությունը, այսպես ասած, մեր գեր ներկա վիճակում է գտնվում, շատ հնարավոր է, որ ինչ-որ իրավիճակներ մարդը կարողանա նորից էլի վերհիշի, բայց նորից եմ ասում, անհրաժեշտ է հասկանալ, թե այդ իրավիճակը հիպնոտիկ, ուրեմն թերապևտիկ միջավայրում վերաստեղծել է ինչքանով է անհրաժեշտ, որտեղ շատ դեպքերում ուրեմն շատ անհատականացված մոտեցում է պետք էլի, այսպես ասեմ, որովհետև շատ դեպքեր կան, որոնք որ մեր ուղղակի չի ուզում հիշել, որովհետև մեզ այդ ժամանակ մենք չենք իմացել ոնց պետք է վարվենք այդ ինֆորմացիայի հետ։ Ու այդ պարագայում մեր ենթագիտակցությունը փակել է օրինակ այդ հիշողության այդ մասը, որովհետև ինքը չգիտի թե դրա հետ ոնց ինքը ինչ պետք է անի դրա հետ, ինչ ոնց պետք է վարվեր դրա հետ։ Իսկ շատ կարևոր է հասկանալ, որ մեր ամբողջ մտքի նպատակը, մեր այս պատկերը շատ լավ ցույց է տալիս, հա, մեր ենթագիտակցությունը, մեր գիտակցությունը, այս ամբողջի նպատակը մեր գոյությունը պահպանելն է։ Այդ գոյաբանական մեխանիզմը ռեալիզացնելն է, հա, եւ այդ process-ի ընթացքում մեր ենթագիտակցությունը նույնպես գտնում այն ուղիները, որը որ տվյալ փուլում իր համար ավելի ուրեմն իրան կտային հնարավորությունը, որ մեր գոյությունը պահպանի, հա, որովհետև եթե օրինակ մանուկ տարիքում ինչ-որ մի բան է տեղի ունեցել, եւ ես չունեմ դեռ իմ գիտակցականը դեռ չի ձևավորվել, ես չունեմ տրամաբանելու, վերլուծելու ինչ-որ պատճառահետևանքային կապեր գտնելու կարողություն, հա, այդ ընթացքում մեր ենթագիտակցությունը ելք է գտնում այդ իրավիճակից եւ շատ հնարավոր է, որ տվյալ հիշողությունը ուղղակի, այսպես ասած, պահեստավորի, որովհետև ինքը չգիտի, մենք դեռևս պատրաստ չենք դրա հետ վարվելու adekvat ձևով ինչ որ մեր գոյության, այսպես ասած, այդ ամբողջ process-ի մեջ էֆեկտիվ ձևով կկարողանանք օգտագործել։ Հասկացա, շնորհակալություն, այսինքն եթե փորձեմ կարճ ասեմ, դա շատ անհատական է, հնարավոր կլինի հիշել թե չէ, երկրորդը մինչև հիշելը անհրաժեշտ է մի հատ հասկանալ արդյոք դա պետք է հիշել թե չէ, եւ եթե պետք է հիշել, թերապևտիկ միջավայրում sense ասած հասնել այն նրան, որ պատրաստ լինի ինքը դա հիշել, կոպիտ ասած նոր հիշել։ Այո։ Բայց եթե մի հատ շատ սուր օրինակով ասեմ, այսինքն այն որ կինոների մեջ բան է մոռացել, տանում են տենց մի հատ քնի, մի հատ ժամացույցին նայի, հոբ հետա հիշեցու մի անգամից ասեց, սա ինչքանով իրականության հետ կապ ունի։ Էլի եմ ասում, հնարավոր է, որ նման իրավիճակ լինի, այսինքն հնարավոր է, որ օրինակ, չգիտեմ, ասենք ինչ որ մի սցենար ունենանք, հա, հիպնոտիկ սցենար մենք վերաստեղծենք այցելուի հետ միասին, որի ժամանակ այցելուն ինչ որ դետալներ հիշի կամ ինչ որ իրավիճակներից ելնելով ինչ որ բաներ հիշի, որը որ կներես ընդհատեմ, ոչ թե թերապևտիկն է, ուրիշ բան է, ինքը քո այցելուն լինի, որի հետ դու շարունակական աշխատում ես, ինքը որոշակի բազա ունի, գիտելիք ունի, այդ հարցին արդեն պատասխանեցինք։
ես նկատում եմ, որ առաջի անգամ մարդուն բերեցին, նստեցրեցին, դու մի հատ հոп ու մենք հոп հիշեց ու լավ գնաց, այդ նկատում։ Այդ շատ լավ հարց, շատ լավ հարց է տալիս։ Այդ մարքեթինգն է, էլի, այդտեղ իրականում շատ ակտիվ եւ շատ ճնշող ձևով ուրեմն աշխատում։ Ես շատ կուզեի, որ այդ իրավիճակներում, երբ որ տեսնում եք, որ ձեզ խոստանում են, որ չգիտեմ, 1 հանդիպումից, 2 հանդիպումից ձեր բոլոր խնդիրները եւ բոլոր հարցերը, այսպես ասած, կպարզաբանվեն, մեղմ ասած թերահավատ վերաբերվեք, հա, նմանատիպ իրավիճակներին։ Մեղմ չէ, ջիգարով ասա, որ ժողովուրդը ջիգարով հասկանա, որտեղ էլ եմ ասում, այդ ինֆորմացիան այնքան շատ է ու այնքան բան է, որ մարդիկ իսկական շփոթության մեջ են ընկնում։ Այդ մենք գիտենք, մենք ենք հասկանում, մենք ենք պրոստը ինչ-որ բանանում ասում, բայց այն մարդը, ով չունի ինֆորմացիա, իսկական չգիտի ինչին հավատա, չգիտի ինչ պատկերացում կազմի, հետո էլ ըստ այդ բանի խառնաշփոթի չի կողմնորոշվում ինչ անի, ինչա իրան պետք ու ինչ իրան պետք չի։ Ու միանգամից ճիշտ է, այնտեղ մեզ էլի հարց են գրել, բայց այս թեմայի վրա իմ մոտ հարց առաջացավ, միանգամից այդ հարցը տամ, հետո նոր կանցնեմ մեր հետևորդներից, որ էլի հարց են գրել։ Ինչպես հասկանալ, արդյոք հիպնոթերապիան այդ մարդուն, ասենք մեզ լսում են մարդիկ կամ հետո նայելու են, այ ինչը իրանց կարա հասկանա, որ այդ հիպնոթերապևտը իրան կհամապատասխանի, թե չէ, ինչին ինքը ուշադրություն դարձնի, առհասարակ, եթե պատրաստվում է դիմի, ինչպես ինքը իրան նախապատրաստի կամ ինչպես նախապատրաստվի, սենց ասած, հիպնոթերապիա ասվածին, իր այդ որ ասում են ոնց տրամադրվի, էլի, եթե սենց ասեմ, ոնց ինքը ինչերը հաշվի առնի, ինչին ուշադրություն դարձնի, ոնց ընտրի համապատասխան մասնագետ, ոնց հասկանա արդյոք այդ մասնագետը իրանն է թե չէ, ու միանգամից այդտեղ այս գրված հարցի պատասխանն էլ եթե ասեմ, այսինքն հարցի պատասխանը չէ, հարցը ասեմ, իսկ ինչ կրթություն ունի հիպնոսով զբաղվող մարդը ու արդյոք վերահսկվում է այս ոլորտը, շնորհակալություն։ Այս մեր հետևորդներից էլի հարց են գրել, որ միանգամից այդ պատասխանողը ոնց որ այս հարցին էլ կարծում եմ միանգամից կպատասխանես։ Հա, ճիշտ ասած Հայաստանում չգիտեմ, ոնց է վերահսկվում այդ ոլորտը։ Հայաստանին ասեմ, ոչ մի ձև չի վերահսկվում։ Մնացածը դու ասա։ Ես ապրում եմ Լոս Անջելեսում, Կալիֆոռնիայում, ուրեմն հավաստագրված, այսպես ասած, հավաստագրման ընթացակարգն է, որը որ կոնկրետ երբ որ կրթություն ես ստանում, կրթությունից ելնելով հավաստագրվում ես եւ դրանից հետո ուրեմն գոյություն ունի ամերիկյան հիպնոսի ասոցիացիա, որի անդամ ես հանդիսանում եւ այնտեղ կրթությունը ես նաեւ այդ ընթացքում շարունակում, կարող ես նաեւ մասնագիտական առանձին ուղղվածություններ ընտրել։ Սա է հիմնականում, հա, օրինակ իմ պարագայում ես այստեղ ամենահայտնի ուրեմն հիպնոթերապիայի ուսումնական հաստատությունում եմ սովորել, կոչվում է American Hypnosis Association-ին է ուրեմն հետ է այսպես ասած համագործակցում, կոչվում է Hypnosis Motivation Institute, հա, մարդիկ կարող են ուրեմն գտնել դա եւ ուրեմն ինչ որ ինֆորմացիա այնտեղից նաև ունենալ։ Շատ կարևոր է, որ մարդը ինքը իր, այսպես ասած, հետազոտությունը անի, հա, հասկանալու համար։ Թեկուզ այս մեր հանդիպումը ինձ թվում է, այս հանդիպումն էլ ինֆորմացիա կտա նրանց հասկանալու համար, օրինակ հիպնոթերապիան ինչքանով է իրանց համար ցանկալի կամ ինչքանով հնարավոր է որ էֆեկտիվ լինի նաև իրենց պարագայում, հա։ Բայց այսպես ասեմ, նախ շատ կարևոր է թերապևտի հետ ունեցած կապը, հա, դու դա շատ լավ կիմանաս, հա։ Ես համարում եմ, որ ընդհանրապես թերապիայի էֆեկտիվությունը կապված է մարդը մարդու հետ ունեցած կապի, այսպես ասած, աստիճանից, այդ վստահության աստիճանից, որ ունես մասնագետի հետ, որը որ ձևավորվում է ինչ-որ ժամանակի ընթացքում նաև, ու նաև շատ հնարավոր է, որ լինեն լավ մասնագետներ, բայց այդ լավ մասնագետի հետ, օրինակ, ասենք, կապը չստացվի։ Հա, դա ոչ մի մասնագիտական որակի մասին կարող է չխոսել, բայց կոնկրետ այցելուի համար այդ կապը չձևավորվի այդ ընթացքում, հա, ու իսկ այս ընթացքում ամեն մարդ, երբ որ ինքը իր հետազոտությունը անի, հա, եւ օրինակ տեսնի, թե ինքը օրինակ նախկինում ինչպես է վարվել այս խնդրի հետ, եւ այդ խնդիրը օրինակ ինչ, այսպես ասած, այդ խնդրի հետ վարվելու միջոցները, երբ որ կիրառել է, ինչ արդյունք է ունեցել, եւ այ հնարավոր է կարող է այս բaragայում օրինակ հիպնոթերապիան էլ փորձի,
տեսնելու համար դա ինչքանով հնարավոր է էֆեկտիվ լինի, հա, այսինքն այստեղ 100%-ով բնականաբար ոչ մի երաշխիք տալ, այսպես ասած, չի կարելի, հա, բայց մենք ունենք այսպես գիտականորեն ապացուցված ուրեմն հետազոտություններով անցած արդյունքներ, որը ցույց է տալիս, որ հիպնոթերապիան ինչ որ ուզում եմ նշել անպայման կոգնիտիվ արգավանական թերապիայի հետ միասին է, որովհետև առանձին դիտարկելը այդքան էլ ճիշտ չի, կոնկրետ հիպնոսը, հա, եւ դրա էֆեկտիվությունը, հա, պետք է ունենան կոգնիտիվ արգավանական թերապիայի, այսպես ասած, բազան, հա, հիմքը, որի պետք է հաջորդի, հա, հիպնոթերապիայի պարագայում հիպնոտիկ մասը, այսինքն մեր կրթությունը հենց դրա վրա է հիմնված սկզբից կոգնիտիվ արգավանական մասը եւ հետո նոր հիպնոտիկ մասը։ Այսինքն, եթե ես մի քիչ ավելի sense բան հակիրճ փորձեմ պատասխանել, կրթությունը ստանում եք առանձին նեղ մասնագիտացում, ոչ թե ինչ-որ մի հատ ոնց որ տարածված է բան, on-line վերապատրաստում եք անցնում տենց մի քանի կուրսանոց, հետո շարունակաբար կրթվում եք, ոնց որ մեր մոտ բժշկական համալսարանում, ասենք բժիշկները ոնց են իրանք տարիների ընթացքում պետքա մասնակցեն վերապատրաստումների, սեմինարների, կրեդիտներ հավաքեն, հետո դրանով գնան այդ իրանք կրեդիտները համապատասխան ունենան հավաքված լիցենզավորվեն, նույնքերպ օրենքով ձեր մոտ այդ ձևով է վերահսկվում։ Մեր մոտ Հայաստանում ու հետսովետական երկրներում դեռևս ոչ մի ձև դա չի վերահսկվում, հիմա ամեն ինչ արվում է, որ տարվի ելի դեպի հոգեթերապիա ասվածը տարվի բժշկական դաշտ, հիմա արդեն ամբիոն է բացվել հոգեբուժության ամբիոնիկից, հենց բժշկական համալսարանում, փորձելու են դրանով տանեն, բայց միևնույնն է էլի չեն կարողանա, որովհետև մյուսն էլ անունը կդնի, կասի ես հոգեբան չեմ, օքեյ լավ հոգեթերապևտիկ գործունեություն իրականացնելու իրավունք չունեմ, ես մոտիվատոր եմ, կյանքի դասատու եմ, քոուչ եմ, չգիտեմ ինչ եմ, ու այդ ժամանակ էլի այսինքն վերահսկում ասվածը մեծ հաշվով չի կարա տենց հստակ լինի։ Ինչ վերաբերվում է Ես մի բան նշեմ, որ ուրեմն հիպնոթերապիայի ուրեմն կրթության, հա, պարագայում ինչ որ ես եմ ասել, սկզբից ստանում ես ընդհանուր, հա, հիպնոթերապևտի որակավորում, հա, եւ դրանից հետո նոր ընտրում ես, կարող ես ընտրել, հա, այսպես ասած, որտեղ այդ մեթոդները բնականաբար կիրառելի են տարբեր ուրեմն խնդիրների պարագայում, բայց կարող ես ընտրել նեղ մասնագիտական ուրեմն ուղղվածություններ, հա, որը որ ուղղակի քեզ ավելի, այսպես ասած, որակավորումը ավելի էֆեկտիվ կկարողանաս օգտագործել առանձին ինչ-որ խնդիրների հետ առնչվելու պարագայում։ Պարզ է, կարծում եմ այս հարցին պատասխանեցինք, շնորհակալություն, այնտեղ ինչ ունեինք, հիպնոսը ու տրանսի մեջ լինելը նման երևույթներ են հարցը մեզ գրել։ Դե տեսեք, ձևակերպումների բանը, հա, այսպես ասած, ձևակերպումից է կախված։ Ինչ որ կամ տերմինոլոգիա, որի ժամանակ ասում են հիպնոտիկ տրանս, կա որ ասում են ուղղակի հիպնոտիկ վիճակ, հա, նայած թե ձևակերպումը, բայց բովանդակությունը կոնկրետ հիպնոտիկ վիճակին բնորոշ այն է, ինչի մասին մենք արդեն խոսեցինք, երբ որ քո ենթագիտակցությունը գտնվում է առավելագույնս ընկալունակ ուրեմն վիճակում ընդունելու այն բոլոր մտքերը, գաղափարները, սովորությունները, ինչ որ ուզում ես քո կյանքում ուրեմն ունենալ կամ փոխել կամ ինչից ուզում ես որ ձերբազատվել։ Այսինքն կարանք ասենք, որ նույն բանն է, ուղղակի տերմինների տարբերությունը։ Ես չգիտեմ իրանք տրանս ասելով ինչ նկատի ունեն, դրա համար այդ հարցին չեմ կարող պատասխանել, հա, եթե բովանդակությունը նույնի մասին է, ուրեմն հա կարող ենք ասել հիպնոտիկ տրանս, օրինակ։ Okay. Ու քանի մեր ժողովուրդը չի ինգել բնական հիպնոտիկ վիճակի մեջ, որովհետև մենք արդեն երեկոյան ժամը 10-ն է, ստեղ մեզ հարց են գել, հնարավոր է կատարել հիպնոթերապիա on-line տարբերակով։ Այո, հնարավոր է կատարել հիպնոթերապիա on-line տարբերակով, բայց պետք է վստահ լինել, որ այդ մարդը իր համար ապահովելու է այդ միջավայրը, հա, առանձին սենյակ, գոնե ինչ-որ բասկաթոռ, որտեղ որ կարող է ավելի այսպես ասած հենված վիճակում լինել։ Այո, պատասխանը այո է։ Ոնց որ մնացած հոգեթերապևտիկ, այսինքն օրինակ նույն մեր կոգնիտիվի ժամանակ էլ այո, այդ մարդը պետքա ստեղծի այդ վիճակը, որ ինքը մաքսիմալ կենտրոնացած լինի process-ի վրա, կողքից շեղող բաներ չլինեն եւ այլն։ Ու հիշեցնեմ, մեր այսօրվա հյուրն է Ամերիկայի սերտիֆիկացված, հավաստագրված եւ դիպլոմավորված հիպնոթերապևտ Ռաֆայել Հովհաննիսյանը, ով մեր միտքի ակտիվ գործընկերն է,
Իմ շատ լավ ընկերն է, շատ վստահելի մարդ, շատ լավ մարդ առաջի հերթին, հետո նոր շատ լավ մասնագետ, ու իր մոտ էլ կարող եք էլի խորհրդատվության գրանցվել հենց նույն միտք հավելվածով, այնտեղ իր ժամերը միանգամից ավտոմատ մեր Հայաստանի ժամերի հետ կոնվերտացիան ավտոմատ լինում, այսինքն դուք տեսնելու եք մեր ժամը, ինքը իր մոտ տեսնելու է իր ժամը, իր ազատ ժամերը այնտեղ, եթե ազատ ժամեր ունենում անշումը, դուք կարող եք մտնել այնտեղից արդեն միանգամից գրանցվել իր մոտ այցի, եթե կուզենաք աշխատել ու պարտադիր չի հենց կոնկրետ ինչ-որ խնդիր լինի, այն նույն այդ ամեն ինչը սովորելու, առօրյան ավելի գիտակից ու ավելի լիարժեք ապրելու, ձեր կյանքը ավելի հասուն ձևով, ոչ թե ավտոմատ այն բազայից ձևավորված բաներով ապրելու համար։ Так, հիպնոթերապիայի հակացությունների մասին արդեն խոսել եք, ստեղ մեզ հարց էին գրել, հետո ձայնագրության մեջ կարող եք բանանել, ձայնագրությունը լսել, ստեղ մեզ հարց են գրել, LSD-ի ազդեցությունը կարող ենք համարել որպես հիպնոթերապևտիկ գործիք։ Միկրոֆոնը չեք միացրել։ LSD-ի ազդեցությունը կարող ենք արդյոք համարել որպես հիպնոտիկ գործիք։ Այս հարցին ճիշտ ասած դժվար է պատասխանելը, ու նաև շատ այսպես ասած պատասխանատու բան կլինի, հա, իմ կողմից։ Արի ես այդ պատասխանատվությունը վերցնեմ իմ վրա, ասեմ, որ ոչ չենք կարող համարել գործիք, որովհետև եթե հիպնոտիկ process-ը ինքը բնական երևույթը ու բնական վիճակը, ապա ցանկացած քիմիական նյութի ազդեցության տակ գտնվող վիճակը դա բնական չի։ Հետևաբար մենակ նույն ուղեղի նեյրոնային կապերը, նույն այդ ամեն ինչը, նույն կենտրոնները իրանք չեն աշխատելու բնականին համապատասխան, հետևաբար այնտեղ լինելու են շեղվածություններ, հետևաբար ոչ։ Ես այդ պատասխանատվությունը վերցնում իմ վրա, պատասխանեմ։ Բայց եթե ինչ-որ ավելացնելու բան ունես, իրոք կլսենք Ռաֆայել։ Ես այսպես ասեմ, էլի, այն ամենը ինչ որ ոչ մասնագիտական մոտեցման ժամանակ, հա, կատարվում է, դա շատ լուրջ հետևանքներով է հղի։ Եվ այդ քայլերը անելը միանշանակ չի խրախուսվում, էլի։ Այսպես ասեմ, ուրեմն կան թերապևտիկ ինչ-որ մոտեցումներ, կան անգամ թերապևտներ այստեղ էլ դրա հետ կապված լիքը, այսպես ասած, հակասական մոտեցումներ կան, հա, բայց դա շատ ուրեմն լուրջ վտանգներով հղի քայլեր են, էլի, այդ տեսակ միջոցներին դիմելը։ Արի մի քիչ ասում ծուրը նստենք դուզը խոսակ, էլի։ Ոչ թե հղի, այլ հստակ վնասող բաներ են։ Հա, այո։ Կարճ կոնկրետ ասենք, որ մարդիկ էլ չմտածեն, ասեն, վայ, տես այն մասնագետը ասեց, բայց դա ուրեմն ինչ որտեղ կարելի է։ Չէ, միանշանակ խորհուրդ չի տրվում, ոչ։ Էլ չեմ ասում, այստեղ մենք ունենք հեքիմներ, ճակերտավոր, ինչ որ սունկեր են նշանակում, ես ինչեր են անում։ Լավ չեմ ասի եթերը։ Так, всё, ստեղ ոնց որ էլ հարցեր չունեին գրած, կխնդրեմ որպես ամփոփում մի քիչ, բայց ավելի sense ավելի ոնց որ բլիցի նման, էլի, կարճ հարց պատասխան, այս ձևով հնարավորինս կարճ։ Որտեղից սկսելը չէ, ստեղ ես առանձնացրել եմ, էլի կարևոր բաներ։ Ինչպես է անցնում առաջի հանդիպումը հիպնոսի ժամանակ, այ որ մարդը գա առաջ ուզում է գրանցվի այդ պատկերացում, զուտ կարճ պատկերացում առաջի հանդիպման մասին։ Առաջին հանդիպման ժամանակ սկզբից խոսում եմ հիպնոսի մասին, բնականաբար բացատրում ենք թե ինչ է հիպնոսը, որ մարդու համար մաքսիմալ ավելի պարզ լինի, եւ բոլոր այդ միֆերը, այսպես ասած, մի կողմ դնենք եւ հասկանանք թե ինչ է իրական թերապևտիկ հիպնոսը։ Զրույց ենք ունենում, հասկանում ենք թե ինչ ուրեմն խնդիրներ կան, որոնք որ պետք է հասցեագրել։ Կոգնիտիվ արկաբանական ուրեմն թերապիային բնորոշ ուրեմն մեթոդներով ուրեմն հասկանում ենք այդ մտքերը ոնց պետք է վարվել, եւ ամենավերջում ունենում ենք հիպնոտիկ մաս, որը որ լինում է բարձ պրոգրեսիվ ռելաքսացիա, հա,
ուրեմն ոտքի ծայրից միջև ասենք գլուխը ուղղակի մկանային այդ լարվածությունը դուրս հանելու եւ թույլատնելու համար ու նաեւ բարձ գործիքներ են կա արդեն սովորում, որը որ կարելի է կիրառել շնչառական վարությունից սկսած, միջև որ այսպես մեր նշած բնական հիպնոտիկ վիճակները մեր օգուտի համար օգտագործելու համար ինչ քայլեր կարող ենք անել առօրյա կյանքում։ Շատ լավ։ Այստեղ մեզ էլի հարց են գրել, այսինքն ինձ անձնականով են գրել, բայց մեր թեմայի հետ կապված ու մեր եթերի հետ կապված, որքան ժամանակ է պետք, որպեսզի տեսնելի ազդեցությունը, բայց կարծում եմ այս հարցին արդեն պատասխանեցիք, ասելով, որ դա շատ ինդիվիդուալ է, բնականաբար կախված է եւ խնդրից եւ խնդրի խորությունից։ Միանշանակ ցանկացած թերապիա է, այդ բանը ունի բնականաբար շատ ուրեմն անհատականացված մոտեցում է, բայց հիմնականում են թիրախավորված ուրեմն խնդիրները, գոնե ասենք, չգիտեմ, 4-րդ, 5-րդ հանդիպումից հետո դրանց թուլացման հետ կապված ինչ որ պրոգրես բնականաբար մարդը պետք է արդեն սկսի նկատել։ Ու ոնց որ ես սիրում եմ ասել, հոգեբանությունը եւ հոգեթերապիան դա մեքենայի ակ փոխել չի, որ ասենք 6 ժամից պատրաստ կլինի եկեք ավտոն կորիզքի համար։ Ես այսպես ասեմ, այդ թիմային աշխատանք է, էլի, որը դու էլ շատ լավ գիտես քո օրինակով, այդ բանաձևելու ձևով ես որ միշտ այդպես եմ ասում, որ թերապիստը օգնում է մարդուն, որ այդ մարդը կարողանա ինքն իրան օգնել, հա։ Եթե այս բանաձևը ունենք եւ այդ բանաձևը աշխատում է մենակ, երբ որ թերապիստը իր գործն անում եւ այցելուն էլ իր գործն անում եւ ժամանակ նոր էֆեկտիվությունը կարող ենք թերապիայի ապահովել։ Առանց մեկը մյուսի հնարավոր չի միանշանակ արդյունք ունենալ։ Շատ ճիշտ է, շատ շնորհակալ եմ, որ ես ինչ ուզում եմ լրիվ իմ սրտից ասել։ Այսինքն, եթե փորձեմ մի հատ այս ամեն ինչն ոնց որ կարճ ես բանանեմ, մի հատ նորից վերհիշելով ամփոփենք։ Հիպնոսի ժամանակ մարդը ոչ թե կորցնում է վերահսկողությունը, այլ պարզապես կարանք sense սիրուն ձևով ասենք, դադարում է փախչել ինքն իրենից։ Ես կասեի, որ կամ կավելացնեի, որ հիպնոտիկ վիճակի ժամանակ մարդը ամբողջությամբ վերահսկում է իր վիճակը եւ հիպնոտիկ վիճակը թույլ է տալիս մարդուն ավելի բարձ տեսնելու եւ մուտք ունենալու իր ենթագիտակցության մեջ եւ այդտեղ ավելացնելու այն բոլոր դրական մտքերը, գաղափարները, սովորությունները եւ ձերբազատվելու այն ամենից, ինչ որ ինքը արդեն բարձ կարողանում է տեսնել, թե իրեն այլևս ինչն իրեն այլևս չի ծառայում։ Ու մի հատ կարևոր հարցով էլ հարցից էլ որ կարճ պատասխանելով փորձենք գնանք դեպի արդեն ավելի ամփոփում, հնարավոր է մարդուն հիպնոսի, ասենց ասած, հիպնոսի մեջ գցել իր կամքից անկախ։ Ոչ հնարավոր չի, եւ այդ մարդու ուրեմն ինչպես արդեն նշեցի, մարդը լիակատար վերահսկողություն ունի, հա, այցելուն լիակատար վերահսկողություն ունի այդ process-ի նկատմամբ եւ ցանկացած իրավիճակում ինքը կարող է դուրս գալ հիպնոտիկ վիճակից, հա։ Հիպնոթերապիայի ժամանակ անգամ երբ որ կա օրինակ, չգիտեմ, կոնկրետ արդեն այսպես ասած գործողությունների պլան ենք մշակել եւ հիպնոտիկ մասն ենք անցնում եւ այլն, միշտ այցելուին հիշեցնում ենք դրա մասին, որ ինքը ցանկացած բանի կարող է դուրս գալ այդ իրավիճակից, հա։ Բարձ կարող ես, չգիտեմ, 1-ից մինչև 5 հաշվել եւ ինքդ քեզ ասես աչքերդ բաց լրիվ արդուն այդ ուրեմն բարձ մի հատ ձևա հիպնոտիկ վիճակից դուրս գալ համար։ Անկամ ասենք մեքենա քշելու ընթացքում մեկ լինում է, որ այսպես բնական հիպնոտիկ վիճակի մեջ ես, հա, ընկնում, ոնց որ արդեն օրինակներով նկարագրեցի, այդ ընթացքում ինքդ քեզ հիշացնել է 1-ից մինչև 5 օրինակ հաշվեց եւ հիշացնես, ասես բառերով աչքերից բաց լրիվ արդուն։ Այդ ձևով շատ արագ կարող ես դուրս գալ հիպնոտիկ վիճակից։ Շատ լավ, մի հատ էլ շնորհակալություն։ Այստեղ մոռացանք նշենք, ուստեղ ինձ հիշացրել են ինչ-որ տարիքային սահմանափակում, ինչ տարիքային սահմանափակում կա հիպնոթերապիայի համար ու կա արդյոք տարիքային սահմանափակում։ Տեսեք, ուրեմն կա, ասենք, նեղ ուղղություն նաև երեխաների հետ աշխատելու համար, ինչ որ մնացած բոլոր հոգեթերապիաների պարագայում եւ ասենք մեծահասակների հետ էլ աշխատանքը տարիքային սահմանափակում չեմ այդ առումով, հա, դեպի վերև եթե այսպես ասենք գնում ենք չկա
Այսինքն երեխաներին եւս կարելի է հիպնոզ, եւս կա երեխաների sense Այո, հիպնոթերապիա։ առանձին նեղ մասնագիտական ուղղվածություն կա երեխաների հետ աշխատանք աշխատելու համար։ Խաղերի միջոցով, ասենք ավելի խաղերի միջոցով ներգրավելով, նաև անգամ այդ սցենարները իրենց ցանկությամբ, իրենց, չգիտեմ, սիրելի հերոսների միջոցով օրինակ, ավելացնելով դրանք, այո, կա առանձին նեղ մասնագիտական ուղղվածություն։ Նույն հեքիաթոթերապիան հիպնոտիկ վիճակում sense ասած աշխատացնելով, հա, ճիշտ հասկացա։ Այսինքն կարելի է գտնել մի հատ, այսպես ասած, ավելի երեխաների ենթագիտակցության լեզվով ստեղծել, հա, այն հիպնոտիկ սցենարները, որոնք որ էֆեկտիվ ձևով կարող են հասցեագրել այն խնդիրները, որի հետ առնչվում են երեխաները։ Շատ լավ։ Ու վերջի հարցս։ Ինչ կասեք այն մարդկանց, ովքեր դեռ վախենում են հիպնոսից կամ հիպնոթերապիայից։ Հա։ Նախ կասեմ, որ մեր հանդիպումը, երբ որ լսեն, իրենք էլ արդեն կտեսնեն, որ անկախ մեր կամքից հիպնոտիկ վիճակի մեջ մենք գտնվում ենք եւ այդ վիճակի մեջ գտնվելու ժամանակ ինձ թվում է շատ ավելի ցանկալի կլինի, որ այդ վիճակը գտնվի ամբողջությամբ մեր վերահսկողության տակ եւ ծառայի մեզ ու նաեւ մեր նպատակներին ու դրա միջոցով մենք կարողանանք մեր մտքին եւ մարմնին օգնել, որ ավելի առողջ հոգեկան եւ ֆիզիկական կյանքով ապրենք։ Շնորհակալություն։ Ու հենց այս նոտայի վրա էլ առաջարկում եմ ավարտենք։ Շնորհակալ ենք Ռաֆայելին մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ձեզ ուրախ եմ, որ հետաքրքրում էր, միացաք, լսեցիք, հուսամ ամեն մեկը ձեր համար ինչ-որ կարևոր բաներ սովորեցիք, իսկ եթե կուզեք ավելի մանրամասն հենց այս ուղղվածությամբ կամ առավել ևս հենց Ռաֆայելի հետ աշխատել, հիշեցնեմ, որ ինքը մեր միտքի գործընկերներից է, ու իր մասին ինֆորմացիա, իր կրթության մասին ու մնացած իր ազատ ժամերի, գրաֆիկի, ծառայության արժեքների եւ մնացածի մասին միտք հավելվածում կարող եք մաքսիմալ ինֆորմացիա գտնել։ Շնորհակալություն բոլորին բարի գիշեր, Ռաֆայել ջան, քեզ էլ լավ օր, կապի մեջ։ Շնորհակալություն։